Գիրք Տիտոս գլուխ առաջին Պողոս Աստծո ծառա և Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո ընտրվածների հավատքի և աստվածապաշտական ճշմարտության գիտության համեմատ Հավիտենական կյանքի հույսովը, որ հավիտենական դարերից առաջ խոստացավ անսուտ Աստվածը Բայց իր ժամանակին հայտնեց իր խոսքը քարոզությունով, որ ինձ հավատացվեցավ մեր Փրկիչ Աստծո հրամանի համեմատ Տիտոս, սիրելի որդուս, մեր հասարակած հավատքի համեմատ, շնորհք, ողորմություն և խաղաղություն լինի Աստված Հորիցը և Տեր Հիսուս Քրիստոսիցը մեր Փրկչիցը։ Նրա համար թողի քեզ կրետեի մեջ, որ պակասորդները ուղես, և ամեն մեկ քաղաքում երեցներ կարգես, ինչպես ես քեզ պատվիրեցի։ Եթե մեկն անարատ է, մեկ կնկան մարդ, հավատացյալ որդի կունենա, որոնց վրա անառակության գանգատ չկա կամ անհնազանդ չեն, որովհետև եպիսկոպոսը պետք է անարատ լինի, ինչպես Աստծո տնտես, ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարկող, ոչ պիղծ շահ սիրող, այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, հաստատ բռնելով վարդապետության հավատարիմ խոսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետությունով հորդորել և հակառակողներին հանդիմանել որովհետև շատ անհնազանդներ, զրախոսներ, խաբեբաներ կան, մանավանդ նրանք, որ թլպատությունիցն են, որոնց պետք է պապանձեցնել, որ ամբողջ տները կործանում են, սովորեցնելով այն, որ արժան չէ, պիղծ շահի պատճառով։ Նրանցից մեկը հենց իրանց հատուկ մարգարե ասեց. Կրետացիք միշտ ստախոս են, չար գազաններ, դատարկափոր։ Այս վկայությունը ճշմարիտ է։ Նրա համար սաստիկ հանդիմանիր նրանց, որ առողջ լինեն հավատքումը։ Եվ մտիկ չտան հրեական առասպելներին և այն մարդկանց պատվիրանքներին, որ ճշմարտությունից թեքված են։ Ամեն բան սուրբ է սուրբերին, բայց պիղծերին և անհավատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծված է նրանց միտքը և խորհուրդները։ Խոստովանում են, թե Աստծուն գիտեն, բայց իրանց գործերով նուրանում են նրան։ Պիղծ են և անհնազանդ և ամեն բարի գործի համար անպիտան։ Գիրք Տիտոս գլուխ 2 Բայց դու խոսիր, ինչ որ կվայել է ողջամիտ վարդապետությանը։ Ծերերը զգաս լինեն, ծանրաբարո, խոհեմ, ողջամիտ հավատքով, սիրով, համբերությամբ։ Նույնպես էլ պառավները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տվող, որ զգաստացնեն մատղաշ կանանցը, լինել այրասեր և որդեսեր, խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստծո խոսքը չհայհույվի։ Նույնպես էլ հորդորիր երիտասարդներին, որ խոհեմ լինեն։ Ամեն կողմանե քո անձը բարի գործերի օրինակ դնելով, վարդապետության մեջ անեղծություն, ծանրաբարոյություն, ողջամիտ խոսք անմեղադրելի, որ հակառակորդը ամաչե, ձեզ վրա չար ասելու բան չունենալով։ Ծառաներն իրանց տերերին հնազանդ լինեն, ամեն բաների մեջ հաճո լինեն, ոչ թե հակառակ խոսողներ։ Բան չթաքցնեն, այլ կատարյալ բարի հավատարմություն ցույց տան, որ մեր Փրկիչ Աստծո վարդապետությունը զարդարեն ամեն բաների մեջ։ Որովհետև Աստծո շնորհքը երևեցավ, որ փրկարար է ամեն մարդկանց համար, որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտությունը և աշխարհական ցանկությունները, և խոհեմությամբ, և արդարությամբ, և աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհումը, սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծո և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որ իր անձը մեզ համար տվավ, որ մեզ ամեն անօրենությունից փրկե և սրբե իրան համար հատուկ ժողովուրդ շինե բարի գործերի նախանձավոր։ Այդ բաները խոսիր և հորդորիր և հանդիմանիր բոլոր սաստկությունով, ոչ ով քեզ չանարգե։ Գիրք Տիտոս գլուխ 3 Նրանց միտքը բեր, որ իշխանություններին և պետություններին հնազանդեն, հպատակեն և ամեն բարի գործերի համար պատրաստ լինին։ Ոչ մեկին չհայոյեն,
կռիվ չանեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրություն ցույց տան, որովհետև մենք էլ ենք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորած, ցանկությունների և կերպ անառակությունների ծառայողներ, վարվում ենք չարությունով և նախանձով, ատելի ենք և իրար ատող, բայց երբ որ մեր փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեցավ, ոչ թե արդարության գործերից է, որ մենք արինք, այլ իր ողորմության համեմատ փրկեց մեզ մյուս անգամ ծնվելու ավազանովը և Սուրբ Հոգուն հորօրքությունովը, որ առատությունով թափեց մեզ վրա մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի ձեռովը, որ նրա շնորհքով արդարացած ժառանգ լինենք հավիտենական կյանքի հույսովը։ Ճշմարիտ է այս խոսքը, և կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստծուն հավատացողները ջանք անեն բարի գործերի մեջ կենալու։ Սրանք են բարի և մարդկանց օգտակար։ Բայց հիմար վիճաբանություններից, ազգահամարներից և հակառակություններից և օրենքի կռիվներից ետ քաշվիր, որ անօգուտ և ունայն են։ Հերձվածող մարդից, երբ որ առաջին և երկրորդ անգամ խրատել ես, ետ կաց, գիտենալով, որ այնպիսին ծռված է և մեղք է գործում ինքն իր անձը դատապարտելով։ Երբ որ Արտեմասին կամ Տյուխիկոսին ուղարկեմ քեզ մոտ, շտապիր, որ գաս Նիկոպոլիս ինձ մոտ, որովհետև որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ, և օրինական Զենասին և Ապողոսին շուտով ճանապարհ դիր, և նայիր, որ ոչ մի բան չպակասի նրանց, բայց մերիներն էլ թող սովորեն բարի գործերի մեջ կենալ հարկավոր պիտույքների համար, որ անպտուղ չլինին։ Բարև են տալիս քեզ այն ամենը, որ ինձ հետ են։ Բարև տուր նրանց, որ սիրում են մեզ հավատքով։ Շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամեն։